Վրաստանի խորհրդարանում մեկնարկվել է ենթակառուցվածքների նախարարի ինտերպելացիայի կարգով լսումը։ Ամբողջ երկրում իրականացվող ենթակառուցվածքային նախագծեր, դպրոցների վերանորոգում եւ կառուցում, ճանապարհների բարեկարգում։ Սա այն հարցերը ոչ ամբողջական ցանկն է, որոնց մասին խոսում է ենթակառուցվածքների նախարարը։ Հարցեր կհնչեն նաեւ նախատեսված նախագծերի վերաբերյալ։ Հայտնի է, որ նախարարին ուղարկվել է 68 հարց տարբեր ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։ Վրացական երազանքի սահմանադրական հայցի հասցեատերերը հայտարարում են քաղաքական եւ իրավական պայքարի մասին։ Ազգային շարժումը, Նորը եւ Լելոն իշխող թիմի դեմ այս 3 ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու եւ դրանք արգելելու հայցը գնահատում են որպես դասական բռնապետական քայլ։ Ազգային շարժումը եւ Նորը նշում են, որ այս փուլում դեռ չգիտեն արդյոք կունենան փաստաբան որպես պատասխանող թե ոչ, սակայն հաստատ գիտեն, որ փողոցային բողոքի ցույցերը ակտիվորեն կշարունակվեն։ Ինչ վերաբերում է Լելոյին, ապա նրանք արդեն բողոքարկել են կուսակցությունների արգելման հարցը դատարանում։ Գեդևան Փոփխաձեն արդեն երրորդ օրն է, ինչ հացադուլ է անում խորհրդարանի դիմաց, պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ եւ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում։ Նրա խոսքով երկրում քաղաքական ճգնաժամի լուծումը կախված է միայն այն 2 պահանջների կատարումից։ Նրա խոսքով հացադուլը սկսել է ընդհանուր առմամբ 5 մարտ, չնայած Փոփխաձեի խոսքով 3 երեկոյան իրավապահ մարմինների աշխատակիցները 1 հացադուլավորի են ձերբակալել։ Այժմ 4 մարտ շարունակում է իր հացադուլը խորհրդարանի շենքի դիմաց։ Նինո Դաթաշվիլին արդեն դուրս է եկել բանդից։ Ռուսթավելի 5-րդ հիմնարկում հավաքվել էին մարդու իրավունքների պաշտպաններ, ընկերներ եւ ակտիվիստներ։ Նրա առողջական վիճակի պատճառով Դաթաշվիլիի խափանման միջոց կալանքը փոխարինվել է 5000 լարի գրավով։ Դատախազությունը դիմել է դատարան վերոնշյալ միջնորդությամբ, որը նույնպես համաձայնվել է պաշտպանության կողմից։ Գրավի վճարման ժամկետը սահմանվել է 30 օր։ Դատախազությունը արդեն մեղադրանք առաջադրվեց ձերբակալված անձին անչափահասների ապօրինի առևտրի, մարմնավաճառության համար տարածք տրամադրելու եւ մարմնավաճառությանը նպաստելու մեղադրանքով։ Նա 1997 թվականին ծնված տղամարդ է։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը նախնական իմացությամբ սեռական շահագործման նպատակով անչափահաս աղջկան իրենով է արել եւ նրա հետ աշխատել է իրեն պատկանող մերսման սրահներից մեկում։ Ապացույցները նաեւ ցույց են տալիս, որ անչափահասը այդ կերպ վաստակած գումարի կեսը վճարել է ձերբակալվածին։ Հանցագործությունը նախատեսում է 12 տարի ժամկետով ազատազրկում։ Ցխեթամթյանեթի ոստիկանության վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 2 անձի։ Խմբովի առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ձեռքբերմանը, պահպանմանը եւ վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Նրանց տների եւ մեքենաների խուզարկության արդյունքում առևանգվել է վաճառքի համար պատրաստած ալֆա PVP թմրանյութ։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Քարթլիի ոստիկանության վարչության ներկայացուցիչները ձերբակալել են 1 անձի առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման ու պահպանման, ինչպես նաև ապօրինի վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Մեղադրյալի մեքենայի եւ անձնական իրերի խուզարկության արդյունքում որպես ապացույց առևանգվել է մեթադոն թմրանյութի 126 փաթեթ։ Հանցագործությունը նախատեսում է 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Վարդապետ Դորոթե Ղուրաշվիլին կանչվել է Պատրիարքարանում Ցխետա Թբիլիսիի թեմական հանձնաժողովի նիստին։ Նա խնդրել է մասնակցել նիստին լրատվամիջոցների հետ միասին, սակայն նրան թույլ չեն տվել միանալ լրագրողներին։ Հոգևորականը պետք է հարցազրույց վերցներ իր արած քաղաքական հայտարարությունների վերաբերյալ։ Պատրիարքարանի ներկայացուցիչը մոտեցել է նրան եւ ասել, որ նա կմասնակցի նիստին առանց լրատվամիջոցների։ Վարչապետը հանդիպել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի Ռոլանդ Փրայսի եւ Համաշխարհային բանկի կրթության գլոբալ տնօրեն Լուիս Բենվենիստեի հետ։ Իրակլի Կոբախիձեն նրանց ծանոթացրել է կառավարության կողմից մշակված բարձրագույն կրթության բարեփոխումների հայեցակարգին, շեշտը դրվել է կրթական համակարգի հիմնական մարտահրավերների վրա։
Իրակլի Կոբախիձեն Իլյա Ջալաղանյանի նշանակել է Քվեմոքարթլիի տարածաշրջանի պետական կառավարիչ։ Նա նշել է, որ նախագծերը որակյալ կերպով եւ սահմանված ժամկետներում իրականացվելուց բացի առաջնահերթություն է բնակչության կարիքներին ու առկա մարտահրավերներին արագ արձագանքելը, որոնց պետական կոմիսարը պետք է հատուկ ուշադրություն դարձնի։